Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, առջևում սարերու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թող ուրախ պահերն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նահանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար։ Աղա, երբ ես գնալու։ Առավոտը։ Մենք սկավակ բարուժի չենք ճաշ։ Իրա, երաս լուբոյ կայլից գուշի։ Աստոք տեղափոխել են, որ ասել են տենց էլ կանեն։ Բայց եդ ինչ, սրա շարունակություն է, որն է։ Ինչի չեք սիրում զմի միան սերը։ Ինչի եք մենակ զձես սիրում էրը։ Միած զկը լսեք ինձ։ Շտի կսուրա։ Ես շատ իման։ Չկա։ Ստե պետք է լինի։ Այսա։ Մերսի։ Շուտ գործամ էլեքսեսինա չտենամ։ Բարիոն, այսօր դու մնա ամանական չնելի, ես երիկունը գործեր մնա։ Կմնա։ Լավ մին այսան դու գնա։ Ես լեզ զեկուցագրել է տանեմ հրամանատարին տան։ Ուֆ, այսօր շատ խառն եմ։ Չես կծա, բայց Մարգարյանի վերաբերյալ զեկուցագիրն ուրա։ Արտացել ես այդ զեկուցագիրը։ Բաբայի չեմ արել։ Մելիքսեցեն ես այդ զեկուցագիրը վերցրել եմ։ Այս անգամ պետք չի, հրամանատարին ասել դրա մասին։ Ոնց պետք չի։ Չես կծա, բային վաշտեն չի պետք է 5 րոպե լողանա։ Չկա տենց բան։ Մելիքսեցեն արի այս անգամ չզեկուցենք, ինձ թվում է այդ հնարավոր է։ Հələ մի րոպե։ Այդ ինչի չզեկուցենք, որ հա Բարոյան։ Չհասկացա, ես ինչ խաղեր եմ Բարոյան։ Ոչ մի խաղել չկա։ Այն ինչը նշանակում է, այս անգամ չզեկուցենք։ Չհասկացա, այդ ինչ որ բան ես պայմանավորել Մարգարյանի հետ, հա։ Ինչ պետք է պայմանավորվեմ։ Բա ինչ։ Այն ինչ հասկանամ։ Բա տենց եմ հասկանում։ Հասկանում եմ, որ ինչ-որ բան եք պայմանավորվել։ Ինքը պետք է պատժվի Բարոյան։ Թող նորից նկատողություն ստանա, թող աշխատավարձից պայեն, ինչ ուզում են թող անեն, այդ ինչ չի հետաքրքրում։ Որ իմանա, որ Մելիքսեցյանի վաշտի հետ չի կարելի ես բաներ անել։ Նա իր արարմունքով իմ վրայով է անցնում։ Անենց մտածում է Մելիքսեցյանը բանը, հա, չխոլ է։ Չկա տես բան, Բարոյան։ Տես զեկուցագիրը դուր որ տան։ Մելիքսեցյանը չի լինի, այս անգամ խոսանք այդ բացատրենք, այս անգամ տենց անենք։ Դու ես նրա հետ ինչ խոսամ է։ Պետք է գնամ շշպռեմ հետ գամ։
Բարոյան, ասում եմ տուր այդ զեկուցագիրը։ Մոտս չի։ Դե բեր։ Զեկուցագիրը։ Այս անգամ էլ լավ փորձա Վարուժը։ Միրեսը Մելիքսյանը կարդացել է զեկուցագիրը հիմա է ուզում։ Լավ է։ Կարող է դու ինձ ասել ինչ է եղել։ Եթե մենք հիմա ես զեկուցագիրը տամ կամանձերին, Մարկարյանն էլ կամանձերին պես պակի զեկուցել, որ Վարուժի համար լավ չի անի։ Պրոստը չեմ ուզում, որ վերջի օրով խնդիրներ ունեն այդ տարին։ Էլ ինչ որ բան արել Վարուժը։ Ես մի հատ խոսամ Մելիքսյանին հետ։ Ինձ ուր ես գնում չի լսելու։ Դու մի խոկարագը չենգանք որ կոչումով ցածր ենք։ Իրավունք չունի կարդայտվելու։ Բարև։ Բարելույս ձեզ։ Խեչո ջան, վերջը հանդիպեցինք էլիս նեղ շրջանակներում։ Ինչպես ասում են, добро пожаловать в доблестную 4-ю роту։ Նաբրես։ Լավ տեղավորվար։ Հա, նորմալ էլի։ 4-րդ վաշտը լավ վաշտ է։ Բայց գիտես, չէ՞, 4-րդ վաշտը լավ վաշտ է։ Ախպեսը զորամասում վատված չեմ տեսել։ Աբրիս։ Բայց գիտես, հենց ինչի է 4-րդ վաշտը ամենալավ վաշտը։ Ինչի՞։ Որովհետև ստեղ սաղ հավասար են, մանավանդ գործի մեջ։ Եթե կա գործ, ուրեմն կան կսաղաս։ Ստեղած սկզբունքն է այդպես, էլի, պրոստը սկզբից կներկայացնեմ, որ հետո խամություն չքաշես։ Այսինքն, ռշտուն այսինքն դրողորն է, այսինքն գործի ժամանակ իրար կօգնենք, որպեսզի չհոգնենք։ Հեսա կտենաս այդ ոնց արվում։ Չկա այդպես բան, Մինասյան։ Այդ զեկուցագիրը ես տալու եմ հրամանատարին։ Կամ вообще ես ինչի եք ձենձենի տվել, կարաս բացատրես։ Դե Մարկարյանը ձեզ սարեր է խոստացել։ Ոչ մի կերպ։ Բա։ Չկա այդպես բան, Մինասյան։ Այդ զեկուցագիրը ես տալու եմ հրամանատարին։ Վերջ է սա։ Այս ես Մելիքսյանին։ Մի օրտեի Վարուժի մար խնդիրներ կյանի, լավ չի անի որ այդ զեկուցագիրը տանի, որ դիտանեի ստիպված պատմի որ Մարկարյանի մոտից բան է կողմից։ Մարկարյանն այդ խոսալն էլ անիմաստ։ Դե թողեր տա իր հարցեր լուծի արդեն շատ է պետք է։ Էլ ոնց լուծի այ ախպեր։ Հեսա կգամ։ Ուր։ Գալիս եմ։ Կարելի է Մարկարյան։ Հա, ոնց չի կարելի արի Արտեմ ջան։ Մարկարյան։ Այդ զեկուցագիրը կարդացել է Մելիքսյանը։ Ու ձև չի իրան պահել է որ հրանատարին չտա։ Ոնց։ Հա։ Տենց է ստացվել։ Ինչ կարանք անենք։ Ախպեր դու հիմա ինձ ինչ ես ասում Արտեմ ջան։ Մարկարյան։ Վարուժը պետք է զորացրվի։ Ու այդ կոֆեի պահով պետք է ոչ մեկ ոչ մի բան չիմանա։ Ուրեմն գա, ին վրից մի բան տանի ու իմ ասածը չանի զեկուցագրի պահով, ես ձեն չանեմ, հա։ Ձենս կդրեմ նստե։ Իրա վերցրած կոֆեից մենք մի քանի անգամ ավել քեզ ուղարկել ենք։ Հա, ուղարկել եք, բայց ո ձևը տենց չի, չէ։ Ամեն ես որ չբռնեի, չէիք բերելու տայիք։ Ախպեր թող գար, խնդրեր կանեի կտայի ախպեր չնեղանակ ինձանից, ես զեկուցելու եմ։ Լավ է էլի։ Հենա Մելիքսյանը կտանի կտա հրամանատարին, հրամանատարն կկանչի, կթքի, կմրի, ես էլ ոչ մի բան չեմ ունենա արդարանալու, հա։ Որ ասես Վարուժը քեզանից բանատարել արդարանալու ես։ Ախպեր ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ու հələ ես չեմ ասում, թե ինչի տեղեքին չես թողել լողանան։ Ախպեր վաշտերով եկել լցվել են գլխիս, ես չեմ դու ես, հիմա ինչ անեի։ Ուրիշ ժամի կանչեիր։ Սաղին մի ժամի ես կանչե, որ գործը չուտ պրծնես գնաս տուն։ Գիտես այդքանը չենք ջոգում։ Ու հələ դրա որով ես ոչ մի բան չեմ ասում։ Մարկարյան։ Վարուժը հեսա գնում է տուն։
Ուլը մեկ շատ ունենք իրար հետ ծառայելու։ Շատ հարցերում պետք է գանք իրար։ Պետք չի դնենք փչացնենք մեր հարաբերությունները։ Լավ էլի Արտեմ ջան, մի համոզի էլի ախպեր։ Ես չեմ համոզում։ Դու ես որոշողը։ Հա, որոշողը ես եմ ախպեր ջան։ Ես ընդամենը առաջարկում եմ, մնացածն դու որոշիր։ Լավ էլի։ Ամեն մեկ իր մոմենտով գալիս է առաջարկում գնում է։ Երկրորդ, վիրավորի գլուխը դեպի հետ է հրվում, իսկ պարանոցը ստանում է աղեղնաձև տեսք։ Այս դեպքում լեզվի արմատը չի փակում շնչուղին։ Լեզվի արմատը որն է։ Լեզվի արմատը հենա, որտեղից սկսվում է լեզուն։ Դե իր մոտ չոկերից է սկսվում, չէ։ Դա խոսքի կարող է մոտ լեզուս չոկերից է սկսվի, այդ նորմալ է, բայց որ քո մոտ ուղեղն է չոկերի վրա, այդ արդեն աննորմալ է։ Բայ, դերեր բերիրիսի շիալտայդություն արիր, յապավին։ Հա ճիշտ չեմ այ ախպեր, խոսքի մի հատ պարզ ճշմարտություն կա։ Այդ պարզ ճշմարտությունը այնա, որ դու հենց հիմա դասն ես խանգարում։ Յուսուցանի գարիկ ջան։ Յամենայն հայոց յանգեղծությամբ լսում ենք քեզ։ Յամենայն հայոց յանգեղծությունը որն իրերը։ Երորդ, արհեստական շնչառության ամենապարզ ձևը վիրավորի թոքերի մեջ օդ մխելն է։ Բերանը բերանին կամ… Ո՞ս բերանը բերանին։ Պաչ պրոշտի։ Այ ախպեր ես ինչ ես ասում, խոսքի ո՞ս բերանը բերանին։ Այդ խոսքի կոնկրետնի մեր վրով չի։ Վայ դե լավ էլի թողեք լսենք։ Աչքից մենակ Ժանին դուր եկավ այդ մոմենտը։ Ինձ ոչ մի բան էլ դուր չեկավ։ Ուզում եմ լսեմ, որ մարդկանց կարողանամ փրկեմ։ Վայ։ Ողնուցուսքով ֆելչեր է։ Տղեկ, թողնեք խոսակցությունները։ Ախպեր ես կյանքում իմ բերանը ուրիշի բերանին չեմ տա։ Ապավեն այդ արհեստական շնչառություն անելու համար է։ Հա գիտեմ։ Բայց եթե տենաս մարդը մահամերձա, չես անի։ Ուրիշին օգնեմ, ես կործանվեմ։ Կործանվելը որն է, կարաս ինձ մի հատ բացատրես։ Պրինցիպի գարիկ ջան, յապավինը իրավասյուն է էլի։ Ասենք, ոնց ասեմ, տղուն դելթում ես, որ տղա պաչի, մի ձևի չդզնյակ է էլի։ Աբա ոնց։ Չդզնյակը հա մարդ փրկելը։ Դրա համար պետք է մեր հետ կամ ֆեշելը լի կամ բժշկուի։ Մեկը ես էլ բերնով շնչառություն չեմ տա։ Բա որ դու ծանր վիճակում լինես ու քեզ պետք լինի արհեստական շնչառություն տալ։ Ես։ Հա դե բա ոնց, դու ուրիշ ես։ Ուրս պայծյադարև, եթե աշկերս բացեմ տենամանձի արհեստական շնչառություն տվողը տղա էր, կքծեմ քացուս տակ։ Բայց դու խիվատ զգացիր ուր։ Բայելով պետք է ձեզ արհեստական շնչառություն տա։ Լավ, всё, ոչ մեկը ոչ մեկիդ արհեստական շնչառություն չեք տա։ Ուրիշ մեթոդով կանեք դուք սա։ Տղեկ բթա թեմեզանից մինը տենց է իրավիճակում որ պատի արհեստական շնչառություն տան դուք էլ ըստի կռիվ եք անում։ Չորրորդ։ Էս ոնց Սրտի կանգարի ժամանակ անհրաժեշտ է սիրտոքային վերակենդանացման միջոցառումների անհապաղ իրականացում։ Պատվական խոսում եմ։ Հա բայց ես քեզանի չուտ եք, ես։ Դասի ժամանակ չեն խոսում, լսում են։ Միտքը չվերջացած։ Իմ հետ հավասար հիմա խոսում ես։ Պատվական ինձ լսեք սաղդ։ Ամիջտեք թողայմ արտահայտվելիք արտահայտվել։ Դասից հետո ինչքան ուզում ես կարտահայտվես։ Դասից Կծկավանտակի թափանցող վերքերին բնորոշ է։ Գերցե, նորմալ է։ Առաջի բուժ օգնությունը։ Վիրակապական, անհատական, փաթեթի, մոմլաթով շնչող վերքերը փակելն է։ Ոչ մեկ չի խոսում։ Շնչող վերքերը որն է։ Բաց վերքերը։ Դե տենց ասա։ Հա բայց որ վիրակապը դրենք այդ շնչող վերքի վրա կեղտվի 20 կետ այվանը։ Հա ինչ։ Ինչ դժվար է ձեր այդ տղեկ։ Ինչ կեներ մեր խճու աղբերը։ Անկապ ֆրֆրում է էլի։ Հա, լավ ջուր անկապ ֆրֆրա։ Լավ է, բայց ասում եմ մի հատ մաքրություն չկազմակերպենք հատուկ իր համար։ Հեսա սենց թենես տարածքի մաքրություն ենք անելու։ Պրոստը բուդի սաղս իրար է դնենք համատեղ ուժերով, որ հանգար սպանման չկրան ասի, թե չէ շոկին ես ըտ կան իրան բան բացադրելու ավազ չունի։ Ինչ պիտի ասի։
Խելոք պիտի մաքրություն անի։ Ես էլի կսա։ Ո՞վ է։ Լիանոնա։ Կներեք ինձ։ Սևո, ես այն շեմ կարա։ Յան, ես քո ամեն զանգից ավելի եմ ներվայնանում։ Ոչ մի բան չկա։ Ամեն ինչ վերջացել է։ Ես ճանաչել եմ քեզ։ Բայց դու ինչի ինձ չես վստահում։ Ես այդ տղու հետ ոչ մի կապ չունեմ։ Ընկերներիդ հավատում ես ինձ, չէ՞։ Եթե ես քեզ իսկականից պետք լինեի, դու այդ տղու հետ դուրս չէիր գա։ Էլ ինչ չզանգես։ Ես դե շատ խիստ զբաղված եմ։ Մարգարյանին ասեք թող ներկայանա։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Համը Ելենան է եկել։ Թող ներս գա։ Լսում եմ։ Արի Հովանեսյան։ Պարոն գնդապետ։ Թողնել։ Նստի։ Շնորհակալ եմ քեզանից։ Ճիշտ է, դժվար է հրաժեշտ տալը, բայց ինչ կարանք անենք։ Հանձնում ընդունումը նորմալ արել եք։ Ճիշտ այդպես։ Ամեն ինչ նորմալ է, կիսատ պրոտ բաներ չեն մնացել։ Ոչ մի կերպ։ Դե քեզ բարի ծառայություն եմ մաղթում, Ելենա ջան։ Բարով գնաս։ Ես էլ ձեզ եմ բարի ծառայություն մաղթում, պարոն գնդապետ։ Էս էլ մեր վաշտի տարածքն է։ Ստե պիտի լավ մաքրվի։ Տարածք մի ասա, մի հրաշք ասա։ Դավայ դե սաղս անցանք գործելնձի գործիկին դուր համո։ Աբրի համո։ Ինգերոջը տարել են կորցրել են։ Էդ լապատք են դու։ Հար։ Համոյից մի հատ ավել վեկալ։ Ախպեր մի քիչ հանգստանանք նոր էլի։ Սաղս իրար հետ ենք հանգստանում։ Դավայ, ժամանակ մի կորցրու։ Դավայ խճո ջան, հավեսով այդ արանքները, ասֆալտի արանքները, լա։ Համո, ինչ ես հոդե այդտեղա։ Ծոդե հասկցանք էլի, բերենք ընկերոջդ, հասկցանք, տիա բան չմնաց, հավեսով լալվե, դավայ։ Հա, բայց երբ Մելո ջան։ Դո եկուց բան չմնաց, կսեմ ալվե, եկուց կբերեն։ Հա? 100% դնա այդես ընկերոջ համար դեմքին ճղպացող։ Ալվե խճո ջան, ալվե։ Հավեսով, սիկ բռնելը, սիկ մեծ է։ Պարոն գնդապետ, ենթացվա Մարգարյանը ներկայացել է ձեր հրամանով։ Մարգարյանի չես երկրորդ վաշտին շուտ հանե բաղնիքից։ Գիտեք, պարոն գնդապետ, այդ օրը նենց ստացվեց, որ առաջին վաշտը պետքա գնար կրակայինի, տենց ես էլ ուզեցա արագի մեջ, որպեսզի չուշանար, ու տենց բան արեցի, ես էլ։ Թող հաջորդ օրը լողանար առաջին վաշտը։ Ես ինչ ձև եք կազմակերպում Մարգարյան, հե՞։ Զինվորը ընդամենը շաբաթը 1 օր ունի հնարավորություն լողանալու։ Էդ էլ ես ուզում անած լինես, հա։ Էլ չի կրկնվի, պարոն գնդապետ։ Պետքա չլիներ նման բան։ Ոչ թե կրկնվելու կամ չկրկնվելու մասին հիմա ես լսեի։ Այդ նշանակում է, որ դու դեռ խելքդ գլուխը չես հավաքել։ Ու պարտականությունները թերի ես կատարում։ Գնա հենց հիմա բաղնիկը վառի, որ երկրորդ վաշտը գա լողանա։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Պարոն գնդապետ, թույլ կտաք մի բան ասեմ։ Ասա։
Իսկ դուք ինչպես եք վերաբերվում այն հարցին կամ փաստին, որ սերժանտը մտնում է իմ սենյակ եւ ինչ-որ բան է գողանում։ Ո՞վ է տենց բան արել։ Սերժանտ Դանիելյանը։ Ոչինչ, ապեր։ Շատ մի ներս գցի։ Ներս գցելուց գիտես ինչ հազարումի հիվանդություն կարա լինի։ Դաժե եթե ուզում ես, կարաս իմ հետ կիսվես։ Ոնց որ ասած, մեջիցդ դուրս թափես այն նեղվածությունը, որը հիվանդության արմատն է, հա, դրդի ճուժը։ Զգաստ։ Ազատ։ Այդ ինչ ես արել, Դանիելյան։ Կամ այդ սուրճ եղածն ինչա, որ այդ քայլին ես գնացել։ Հա? Կամ դու մի օր ես սուրճ չխմեիր, էլի։ Սաղ զորամասով մեկ հայտարակվեցիր։ Դե դավայ։ Ինգի առաջ եսա մեկուսարանում կտենաս այս սուրճի դառնությունը։ Դու ինչ ես անում ստեղ, է։ Մի քիչ նեղված էր, ասեցի հետը խոսամ ներս չգցի, դա ստրեսի բուն է։ Դու ես վերմակները ուղի, հա։ Սաղից արդեն գցել ես ներվային ստրեսի մեջ։ Վայ, բայց ես ինչ եմ արել։ Քայլի։ Պարոն Մելիքսեցյան։ Մենակ նենց արեք ինձ մեկուսարան չտանեն, էլի։ Քայլի ասեցի։ Մտեք։ Պարոն գնդապետ կապիտան Մելիքսեցյան։ Պատմի Դանիելյան, պատմի իմանանք Մարգարյանը ճիշտ է։ Ճիշտ է Մարգարյանը։ Ես եմ մտել իր սենյակ ու Ես չեմ հավատում, Դանիելյան։ Չեմ հավատում, որ դու կարայր նման բան անեիր։ Կամ էլ մինչև հիմա քեզ չեմ ճանաչել։ Պարոն գնդապետ, ես էլ չհասկացա, թե ինչի տես բան արեցի։ Մելիքսեցյան դրսում սպասի։ Լսում եմ։ Նստի Դանիելյան։ Դանիելյան, կարող է քեզ ստիպել են։ Ոչ մի կերպ։ Ես ինչ որ արել եմ իմ կամքով եմ արել, պարոն գնդապետ։ Եթե դու քո կամքով ես արել ու հասկանալով ես արել, ես քեզ շատ խիստ կպատժեմ, Դանիելյան։ Բայց այս ամեն ինչը իմ համար շատ տարօրինակ է։ Մինասյանի Խաչատրյանի հետ չունես, սուրճ ես տանում իրենց համար։ Գիտեմ, Դանիելյան, ես ամեն ինչ էլ գիտեմ, բայց այս հարցին մենք հետո կանրադառնանք։ Ես կիմանամ ձեր ընդհարման պատճառը որն է, բայց ամեն դեպքում այս հանցանքը մենք չենք կարող անպատիժ թողնել։ Մանավանդ եթե դու բան չունես ինձ ասելու։ Դուր կտակ պարոն լեյտենանտ։ Արի Լևոն։ Պարոն լեյտենանտ, հնարավոր է ինձ այսօր արձակման թերթիկ տակ։ Լևոն, հերթապահ ես, ինչ արձակման թերթիկ։ Հերթապահությունս հանձնեմ նոր էլի, հնարավոր է։ Հա, ուզում ես Ելենային հրաժեշտ տաս։ Մի բան կանեմ։
Ճիշտ է, իմ մոտ արձակման թերթիկ չկա, բայց հրամանատարին կասեմ։ Շնորհակալություն, պարոն լեյտենանտ։ Տես տեղերքը տարածքի մաքրությունը վերջացրին։ Լսում եմ։ Անպատիժ թողնելը ամենասարսափելի բանն է, Մելիքսեթյան։ Եթե մենք Դանելյանին իրագողության համար չպատժեցինք, նման բաները մեր զորամասում կշատանան։ Ես վստահ եմ դրանում։ Դե ուղղակի որ քիչ է մնացել Դանելյանին, դրա համար ոնց որ արտահերթ վերակարգը իր արածի համար թույլ պատիժ է։ Ոչ էլ կուզենայի կոչումա զրկեի։ Թող կոչումով զորացրվի, մենք իրան դրանից չենք զրկի։ Մնում է մի տարբերակ։ Լսում եմ։ Պարոն գնդապետ, իմ զինվորներից մեկը մի քիչ գործ ունի դրսում։ Հնարավոր է արձակման թերթիկ տակ մի քանի Ոչ մեկ դուրս չի գալու։ Լավ։ Չգիտեմ, ինձ բան չասեց։ Երևի Մելիքսեթյանին կասի էլի։ Արտերտ կտա։ Արտերտով չեմ պրծնի։ Վարուժ Մելիքսեթյանը քեզ կանչում է։ Եկել է հրամանատարի մոտից։ Հա, իր սենյակում է։ Արի Դանելյան։ Դանելյան, դու քո ձեռով քեզ գցեցիր կրակը, էլի։ Ինչքան փորձեցի, որ չպատժվես, բան չստացվեց։ Մի խոսքով։ Կյանքը հիմա ամեն ինչ էլ պատահում է։ Հիմա շատ բան կա, որ ես էլ չեմ ուզում տենցնի, բայց արի ուտես, որ ինձ հարցնող էլ չկա։ Մի խոսքով Վիգենայիդ բարակաները հավաքի ու ներկայացի զորամասի երթապահի։ Մեկուսարան են տանում։ Աբաոց հայվելու չէին տանի այդ։ Լավ էլի, պարոն կապիտան։ Ադենից ես ասում, լավ էլի, ոնց որ բան այլի։ Այ որ մեր երկրում ամեն սխալի համար մարդուն այսպես պատժեն, ես երկիրը երկիր չի արտահայտությունը դուրս կգա մեր բերանից։ Հնա, վերջ ես ամ։ Ոչ իմ բան էլ չի լինում փոխել, ես վերջեր ես։ Մեկուսարան են տանում։ Հա։ Այ ախպեր, բայց ինչի ուրիշ պատժելու ձև չկար։ Այ որ թողեք այդ զեկուցագիրը շուտ տանես, ես չէր էլի։ Իսկ ինչ է լեվուր։ Մեկուսարան են տանում։ Վայ քորանամ ես։ Բայց ինչի է ախպենիկ։ Տենց են ուզում։ Ապեր Վարուժին մեկուսարան են տանում։ Ինչ ասում։ Հա հենա, Վիգենայի պարականներն է հավաքում, որ գնա։
Արիստելը։ Էսի վեկան, գնա շտաբի մոտը կանգնի։ Հեսա վարուժը գնալու է շտաբ։ Էս կտաս իրան կասես Մինասն ա տվել, հասկացար։ Մինասը։ Հա, Մինասը։ Կասես որ պետքա փոխանցի Արամին։ Կհիշես։ Հա, կհիշում։ Դե վազի։ Էս ի՞նչ մոմենտ էր։ Իմ ընկերը Արամը հիմա մեկուսարանում ա։ Ինչ պետքա վարուժի մասին նենց լավ գրել եմ, որ տեղը տեղին գրուզի տանեն։ Բայց խես Մինասի անունից ուղարկում։ Դե իմ վարուժի համար մեծ ուդար կլինի էլի։ Յանի ինք իրան այդ կարգ է էլի պատժում։ Արա բայց դու ես ի՞նչ տիպի կռիսն ես։ Բա, իրանց մոմենտով ռշտունենք ինձ ուզում էին աշխատացնեին, դու տեսել ես դրանց քթին ոնց են բերելու։ Դե ախպերություն, կտենանք թե ով ա ուժեղը։ 100%։ Բա։ Վարուժին մեկուսարան են տանում։ Հաջողություն։ Հաջող։ Մինասը ինչի նորմալ հաջող չասեցիր։ Լավ մնացեք տղեկ։ Ոչ մի բանից չվախենաս։ Ու ամենակարևորը քյալություն չանես։ Արու սպաս յապեր։ Այս կտաս Արամին։ Արամով է։ Ինքն էլ է մեկուսարանում։ Մինասն ա տվել։ Չի լինում Լևոն։ Հրամանատարը խառներ արձակման թերթիկ չտվեց։ Ես էլ այսօր գումարտակի հերթապահություն եմ ընդունելու, թե չի իմ հետ կտանեի քեզ հրաժեշտ կտայիր։ Լավ։ Հիմա գնա իրան տես, քանի դեռ Զորամասից դուրս չի եկել։ Վերջ։ Ինչը վերջ։ Դե ուզում եմ ասեմ գնում ես։ Ճիշտ այդպես։ Վաղը քեզ օգնելու բան չկա, ասենք վեշա բանա, չգիտեմ էլի։ Չէ։ Իսկ այսօր։ Այսօր էլ չկա։ Վեշերս հավաքել եմ։ Կաս պատրաստ սպասում եմ վաղվան։ Մի շփտա էլի։ Որ ժպտում ես ավելի եմ ներվայնանում։ Ոնց որ երման ջուր լցնես գլխիս։ Բա ինչ անեմ։ Դե գոնե տխրի։ Կամ ձևասու որ դու ես տխրում։ Դες նման մի բան էլի։
Լևոն։ Էս ուրա։ Դուրս եմ գալիս։ Ուր։ Պետք է լենային տենամ։ Արա։ Այլ կդրվածքով, հա։ Դե ինչ եմ ախպեր, կնա, բայց նա չբռնվիս։ Մենակ դու գիտես սրա մասին։ Դե դու գիտես ում կսես։ Մենակ ես կրնամ սոր մարկեզի խրախուսը։ Կնա ախպեր, զգուշ կեր միսապ նա չբռնվիս։ Քաջիկ, բա այսօր քեզ վնասման չպետք է տայիր։ Հիմա տեղը փոխվիկին Լենա Լևոնից մոտ։ Ընդ ավելի հետաքրքիր է։ Հարցակման թերթիկը ցույց տուր։ Հարցակման թերթիկ չունեմ, պարոն կապիտան։ Չունես անցի նստի մեքենան։ Շուտ։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։